մարդը, որ իմ հայրենիքը ոնց որ ասած փրկում է մասերի ապարժանում ու տալիս է օտարներին, իմ ընտանիքի Գերդաստանի 27 հոգուց 7 հոգին է ողջ մնացել եղել։ Ու այն ինչ որ պատմել են ինձ իմ ծնողները, ուղղակի դա սարսափելի է։ Ես պատրաստվում եմ դրա մասին գիրք հրատարակեմ։ Ես չգիտեմ երբ դա կլինի, հուսամ կհասցնեմ, կյանքս կբավականացնի դրա համար, բայց մենակ մի բան կուզեմ ասեմ մեր ժողովրդին։ Այն ինչ որ տեսել է մեր ազգը, այս աշխարհում ընտրյալ ազգեր են տեսել, որից մեկը մենք ենք, երկրորդը հրեաներն են եւ երրորդը շատ դարեր առաջ էլի հետ առով մի ազգ կար, որ այդ ցեղասպանությունը տեսել է։ Էլ չասեմ Աֆրիկայում ժողովուրդներ կան, ում էլի ցեղասպանել են ու ոչ ընդունել են, ոչ հասկացել են, որ դա իրոք ցեղասպանություն է։ Երկրորդ ցեղասպանությունը եղավ Արցախում։ Ես էլ ոչինչ չունեմ ասելու, այն երկրի ղեկավարը, որ հիմա նստած է այդ աթոռին, նա իրավունք չունի ղեկավար կոչվել։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես չեմ պարտադրում ոչ ոքի, յուրաքանչյուրս ունի իր կարծիքը, բայց նորից եմ կրկնում, իմ ազգի մեծամասնությունը միլիոն ու կես չեն, շատ են կոտորվել։ Մենակ 20 հոգի իմ ընտանիքից է կոտորվել։ Ու ես չեմ ուզում, որ վաղը չեմ իսօրը ես իմ տան դուռը բացեմ, մտնեմ ներս, հանկարծ ինչ-որ բան պատահի, ես կողքի դուռը ծեծեմ ու հասկանամ, որտեղ կամ Թուրքը ապրում կամ Ադրբեջանց։